Բարև ձեզ, հրապարակումն է եթերում, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Հանրապետությունում 119 դպրոց կնորոգվի կրթական միջավայրը ոչնչով չի նորակառույց դպրոցներին։ Նորացված կանոններ անվտանգության ապահովման ոլորտում, որ օբյեկտներում տեսչական մարմինը կխստացնի ուսումնասիրությունները, հարցազրույց տաղավարում։ 250 միլիոն դրամ դրամաշնոր հանրապետական շտապօգնության ծառայությանը բարելավում են կայանների պայմանները, ավտոպարկը թարմացվում է։ Եվ վանիլաբույր քաղցրիկներ Շիրակի նոր կյանքից կառավարության աջակցությամբ հրուշակագործը ոչ միայն իր զբաղվածության հարցն է լուծել, այլև աշխատատեղեր ստեղծել համագյուղացիների համար։ 300 դպրոց ծրագրի շրջանակում կառավարությունը ուսումնասիրել է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների շենքային պայմանները։ Համեմատաբար վերջերս կառուցվածքներն ու սեյսմիկ խնդիրներ չունեցողները ընդգրկվել են նորոգման ենթակաների ցանկում։ 119 դպրոց է ընտրվել, 22-ում գործն արդեն մեկնարկել է։ Նորոգման աշխատանքները կատարվում են այնպես, որ կրթական միջավայրը ոչնչով չզիջի նորակառույց դպրոցներին։ Տանիք, հատակ, սանհանգույցներ, կոսմետիկ աշխատանքներ։ Շինարարության ավարտին դպրոցների գույքը ամբողջությամբ կփոխվի։ Անհրաժեշտության դեպքում կկառուցվեն մարզադահլիճներ։ Հնաբերդի բուժամբուլատորիան ժամանակավոր դասասենյակ նախակրթարանի սաների ու 10-րդցիների համար։ Խոհանոցային փոքր սենյակում տեղավորվել են 7-րդ դասարանի աշակերտները։ Վարչական ղեկավարի աշխատասենյակում էլ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդցիներն են։ Պարոն Պողոսյանը տարեսկզբին է համայնքապետարանի բանալիները ուսուցիչներին հանձնել, սենյակից դուրս եկել։ Աշխատակազմի ղեկավարի սենյակում եմ անցկացնում, պակահես գեղեցիկ ծառի տակ եմ գյուղացիների հետ հանդիպում։ Հիմա եղանակները արդեն տաքացել է լավ է։ Հիմնական մեզ կաբինետ պետք չի, գյուղն է, գյուղի աշխատանքներն է, այցելում ենք դաշտերը։ Մի քանի դասարան էլ տեղակայել են մշակույթի տան շենքում։ Դասերը կազմակերպելու համար տարածքի փնտրտուքները սկսեցին անցած տարեվերջին, երբ իրենց դպրոցը վերջապես հայտնվեց նորոգվողների ցանկում։ Դիտարկում էին նաև հարակից բնակավայրեր գնալ-գալու տարբերակը երկրորդ հերթով։ Լուծումը անհարմար էր թե աշակերտների ծնողների եւ թե ուսուցիչների համար։ Հիմնականում երիտասարդ են, որոնք ունեն տանը փոքրիկներ, տալիս են մանկապարտեզ, գալիս են աշխատանքի, իսկ այդ ժամերին արդեն շատ դժվար է լինելու։ Տեղափոխեցինք ամբողջ գույքը, տարանք տեղավորեցինք այդտեղ, որոշ բաներ տներն ենք ի պահ տվել, որովհետև այդքան պահուստային տեղեր չկար, բայց ամեն դեպքում աշխատանքը չընդհատվեց, շարունակվեց, ոչ մի ժամ մենք մեր դասապրոցեսը չենք կանգնեցրել, չենք դադարեցրել։ 127 սան ունեն ներառյալ նախակրթարանում սովորողները։ Դպրոցի շենքը թեպետ համեմատաբար նոր է, 2009 է հանձնվել շահագործման, բայց նորոգման արդիականացման աշխատանքները խիստ պասված էին։ Ժամանակի ընթացքում դրամատակարարման խողովակները վնասվել էին եւ կարիք ունեին փոփոխման, սահնանգույցներում ունեին խնդիրներ, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի հետ կապված։ 300 դպրոց ծրագրի շրջանակում կառավարությունը սկսեց հանրակրթական դպրոցների շենքային պայմանների լայնածավալ ուսումնասիրություններ։ Կազմված միջգերատեսչական խմբի մասնագետները միայն 2024-ին 450 դպրոցում են եղել։ Պարզել են, ընդհանուր առմամբ շենքերը մաշված են, նորերը կառուցելու անհրաժեշտություն կա։ Միայն 119-ում որոշում կայացրին հարցը լուծել նորոգումներով։ Այդ շենքերը կկարողանան նույնպես համապատասխանել արդիական միջավայրի հագեցվածության պահանջներին եւ ծառայել առնվազն առաջիկա տարիներին մեր երեխաների կրթության համար։ Դպրոցներից 22-ում նորոգումներն արդեն մեկնարկել են, մյուսները շինարարության տարբեր փուլերում են, նախագիծ, նախահաշիվ։ Ընտրված դպրոցներն իրենց մեծությամբ աշակերտների թվով տարբեր են։ Յուրաքանչյուրի նորոգումը միջինում կարժենա մոտ 300 միլիոն դրամ։ Ամբողջությամբ վերանորոգվում են սանհանգույցները, հատակներն են փոխվում, տանիքների, պատուհանների հետ կապված, ջեռուցման համակարգի հետ կապված, տարածքի բարեկարգման բոլոր անհրաժեշտ աշխատանքները անում են եւ բոլոր դպրոցները պետք է հագեցվեն ամբողջությամբ նոր գույքով։ Այն դպրոցներում, որտեղ օրինակ մարզադահլիճ չկա, կկառուցեն կառավարության մեկ այլ ծրագրով, որտեղ անհրաժեշտություն կա դասարաններ ավելացնելու, հարցը կլուծեն կցակառույցներով։ Փոփոխություններ տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում թեմայից խոսալու ենք տաղավարում, այստեղ է քաղաքաշինության տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։ Պարոն Խաչատրյան, օրենքում փոփոխությունները եղան ձեր նախաձեռնությամբ, ինչ է փոխվել օրենքում եւ հատկապես ովքեր պետք է ուշադիր լինեն այս հարցազրույցի ընթացքում։ Շնորհակալ եմ։ Փոփոխությունները իրականացվել ոչ միայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում, այլ նաև հրդեհային անվտանգության մասին օրենքում, եւ դրանք տարածվում են բոլորային տնտեսավարող սուբյեկտների վրա, ովքեր
շահագործում են արտադրական վտանգավոր օբյեկտներ կամ որոնք կապված իրականացվող տնտեսական գործունեության տեսակից պետք է իրականացնեն հրդեհային անվտանգության ապահովման օրենքով սահմանված հստակ պահանջներ։ Ոնց հասկանում եմ, բավական մեծ թիրախային խումբ են տրված։ Այո, եւ շատ լավ կլիներ, որ մեր տնտեսավարող սուբյեկտները ձեռնամուխ լինեին իրականացնելու նշածս օրենքներով իրենց վրա դրված հստակ պարտականությունները։ Ինչ հիմնական նորություններ կամ փոփոխությունների արդյունքում եւ տեսչական մարմնի գործառույթներն այս իմաստով ինչպես են փոխվել։ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները օրենսդրական փոփոխություններով պայմանավորված որևէ կերպ չի փոփոխվել։ Օրենսդրական փոփոխությունների էությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում տնտեսավարող սուբյեկտները կամ վերջիններիս օրինական ներկայացուցիչները օգտվելով վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառություններից բողոքարկում էին տեսչական մարմնի կողմից կայացված օբյեկտների գործունեության դադարեցման մասին որոշումները եւ միջնորդում էին դատարանին կայացնելու միջանկյալ դատական ակտ տեսչական մարմնի կողմից կայացված որոշումը մինչև վերջնական դատական ակտը կասեցնելու մասին, ապա այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեսչական մարմնի կողմից կայացվող այդ վարչական ակտերը դուրս եկան վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բացառությունների շարքից եւ այլևս չեն կարող միջանկյալ դատական ակտով կասեցվել։ Ես հարկ եմ համարում նշել, որ տեսչական մարմնի կողմից օբյեկտների գործունեության դադարեցման որոշում կայացվում է միայն այն դեպքում, երբ վերահսկողական միջոցառումների արդյունքում այդ օբյեկտներում հայտնաբերվում են այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի սպառնալիք կարող են հանդիսանալ հրդեհների առաջացման եւ դրա արդյունքում նաեւ հանրության անվտանգության համար։ Մյուս կարևոր փոփոխությունը, որի մասին կցանկանամ նշել, դա տեսչական մարմնի կողմից կայացված հանրային անվտանգության ռիսկի վրա հիմնված վարչական ակտերը, որոնք կամովին դրանց հասցեատերերի կողմից չեն կատարվում, ենթակա են արդեն հարկադիր կատարման։ Այս փոփոխությունների արդյունքում միանշանակ կարող եմ ասել, որ տեսչական մարմնի աշխատանքը ել ավելի արդյունավետ է դարձել։ Իհարկե կան խնդիրներ, որոնք այս պահին դեռ լուծված չեն, բայց այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ ենք իրականացնում եւ կարծում եմ առաջիկայում այդ խնդիրները նույնպես կլուծվեն կապված որոշակի օրենսդրական փոփոխություններով։ Պիտի խնդրեմ մի փոքր ավելի մանրամասնեք, կոնկրետ որ օբյեկտներն են ընկնում այս կարգավորման տակ, որպեսզի մեզ դիտողներն էլ ավելի լավ պատկերացնեն։ Տեսեք, օրինակ բենզալցակայանները նույն, գազալցակայանները, հեղուկ վառելիքի պահեստարանները, այդ օբյեկտները օրենքի տրամաբանությամբ համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, իսկ ընդհանուր ցանկը թե կոնկրետ որ օբյեկտներն են համարվում, ինչպես նշեցի, տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքով այդ ցանկը հստակ սահմանված է։ Անցած տարին թվերով ինչ ստուգումներ եք իրականացրել 2024-ին։ 2024 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1300-ից ավելի ստուգում եւ հետազոտություն, ինչպես նաեւ 55,000-ից ավելի վերահսկողական այլ միջոցառումներ։ Դրանց արդյունքում կայացվել է 8500-ից ավելի վարչական ակտ, իսկ պատասխանատվության միջոցների ընդհանուր հանրագումարը թվային արտահայտմամբ գերազանցում է շուրջ 2 միլիարդ դրամը։ Ինչ վերաբերվում է կոնկրետ գազալցակայաններին եւ բենզալցակայաններին, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Այո, նաև շատ ռիսկային, քանի որ մարդկանցից մեծ մասը օրվա մեջ առնվազն մեկ անգամ օգտվում են բենզագազալցակայաններից։ Միայն 2024 թվականի ընթացքում շուրջ 120 օբյեկտի գործունեություն է դադարեցվել եւ բոլոր այն կառույցները, որոնք կառուցվել են ինքնակամ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, մեր գործընկեր գերատեսչությունների հետ իրականացրած համատեղ աշխատանքների արդյունքում դրանք ապամոնտաժվել են եւ դրանց թիվը գերազանցում է 2 տասնյակը։ Բենզագազալցակայանների մասով, օրինակ, երբեմն լինում են դեպքեր, երբ տեսչական մարմինը կասեցման կամ գործունեության դադարեցման մասին որոշում է ընդունում, սակայն այդ օբյեկտները շարունակում են աշխատել։ Իհարկե հասկանում եմ, որ հանրապետության տարածքային պես է, որ 24/7 ռեժիմով դժվար թե կարողանան վերահսկողություն իրականացնել, բայց այնուամենայնիվ քաղաքացիներն ինչպես իմանան, որ այդտեղ եղել է տեսչական մարմինը ու խնդիրներ արձանագրել։ Շատ ճիշտ եք նշում, առկա են որոշ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք հաշվի չառնելով վերահսկող մարմնի կողմից կայացված օբյեկտի գործունեության կասեցման մասին որոշումը, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից այդ օբյեկտը կապարակնքված լինելու հանգամանքը օրենքի խախտմամբ շարունակում են իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը։ Այս պարագայում թե տեսչական մարմինը եւ թե հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ունեն օրենքով սահմանված
վարչական պատասխանատվության ենթարկելու հստակ գործիքակազմ, բայց սա միանշանակ լուծում չէ։ Արդեն իսկ մենք մեր շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկում ենք այս խնդրի լուծման տարբերակ, որի մասին ուղղակի այս փուլում չէի ցանկանա խոսել։ Այսինքն առաջիկայում էլի փոփոխություններ են լինելու։ Այո։ Լավ, քաղաքացիներն ինչպես կարող են աջակցել տեսչական մարմնի գործունեությանը ավելի անվտանգ միջավայր ունենալու համար։ Տեսեք, մեր քաղաքացիները տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում առկա ցանկացած հարց կարող են բարձրաձայնել այդ մասին արձեռն դիմումներ հանձնելու միջոցով, տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակներ ուղարկելու միջոցով, թեժգից հեռախոսահամարով զանգահարելու միջոցով, ղեկավար կազմի մոտ ընդունելության մասնակցելու միջոցով, մարզային այցելությունների ժամանակ եւ գիտեք շատ կարեւոր է, որ մեր տնտեսավարող սուբյեկտներն էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ բարեխիղճ լինեն եւ չշահագործեն այն օբյեկտները, որը վերահսկող մարմնի կողմից դադարեցվել է այնտեղ հայտնաբերված խախտումների հիման վրա եւ ձեռնամուխ լինեն այդ խախտումները վերացնելու հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար։ Մեր գործը տուգանելը չէ, մեր գործը մեր վերահսկողության ոլորտներում մարդկանց անվտանգությունը ապահովելն է։ Եվ եթե թույլ կտակ, նաեւ առիթից օգտվելով, ես ցանկանում եմ տեղեկացնել այն բոլոր տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացնում կամ շահագործում են սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներ, դրանք կլինեն փաբեր, կարաոկեներ, գիշերային ակումբներ, հեստապարային ակումբներ, որ առաջիկայում տեսչական մարմնի կողմից նախատեսվում է խիստ վերահսկողական միջոցառումներ իրականացնել այդ հաստատություններում եւ բոլոր այն օբյեկտներում, որտեղ կհայտնաբերվեն հանրության անվտանգությանը սպառնացող ռիսկեր, կայացվելու են որոշումներ այդ օբյեկտների գործունեության դադարեցման մասին։ Եվ ես հորդորում եմ մեր տնտեսավարող սուբյեկտներին, որպեսզի սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկեն հրդեհային անվտանգության պահանջները այդ օբյեկտներում ապահովելու համար, եթե իրականում փաստացի դրանք ապահովված չեն։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հարցազրույցին։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը ընդլայնում է աշխարհագրությունը։ Փուլ մեկ կառույցի մեջ են միավորվում բոլոր տարածքային կենտրոնները։ Նախորդ տարեվերջին կառավարությունը 250 միլիոն դրամ դրամաշնորհ էր տվել կառույցին կայանների հագեցման համար, ավտոպարկի թարմացումից մինչև շենքային պայմանների բարելավում։ Հիմա 103 հեռախոսահամարով զանգերը կառավարվում են մեկ կենտրոնից, այդպիսով բարելավելով արձագանքման միջին ցուցանիշները։ Այս տարվա առաջին եռամսյակում Հանրապետական շտապօգնության ծառայությունը սպասարկել է մոտ 30,000 կանչ։ Վանաձորի շտապօգնության կայանի ավտոպարկը համալրվել է 2 նոր ռեանիմոբիլով, մոտ 140,000 բնակչությանն արագ արձագանքելու համար թարմ տեխնիկայի կարիք միշտ էլ կա։ Կարիքը կար եւ շատ կար, վաղուց ենք սպասում այս ռեանիմոբիլներին, վերջապես մեզ հասան, դրանք համալրված են ժամանակակից սարքավորումներով։ Իսկական փոքրիկ հիվանդանոց անիվների վրա։ Ի տարբերություն իրենց ունեցած մյուս մեքենաների, սրանք համալրված են ստացիոնար տոնոմետրով, 8 տասնյակից ավելի անուն դեղերով, նաև կա էլեկտրասրտագրության ապարատ, արհեստական շնչառության ժամանակակից սարք, դյուրակիր դեֆիբրիլյատոր։ Նրա ֆունկցիան սրտի աշխատանքը վերականգնելն է, ինքը ունի պացիենտի համար ավելի անվտանգ մեկանգամյա օգտագործող էլեկտրոդներ։ Բավականին թեթև է, ավելի հեշտ է տեղափոխել, ի տարբերություն մեր նախկին դեֆիբրիլյատորների։ Արդեն 36 տարի լոռեցիներին շտապօգնության հասնող բժիշկը լավ գիտի, թե որքան կարևոր է հենց ընթացքի ժամանակ կյանք փրկող գործողություններ անելը։ Երբեմն վայրկյաններն էլ որոշիչ են ու այդ իմաստով քիչ միացումներն ու մոբիլ սարքերը բժիշկների ճկուն աշխատանքին նպաստում են։ Օրական կտրվածքով լինում են 70-ից մինչև 100, օրերին լինում մինչև 120 կանչ։ Պիկ ժամերին կանչերը շատ են լինում, բայց հասցնում ենք։ Հայաստանի հյուսիսից 103 ահազանգերը հիմա անկախ օպերատորից ստանում ու հասցեագրում են մեկ կենտրոնից։ 2023-ից փուլ հանրապետության բոլոր շտապօգնության ծառայությունները միավորվում են հանրապետական ծառայության մեջ։ Գործընթացին արդեն միացել են Շիրակի մարզում ամբողջությամբ, նաև Թալինում, Ապարանում, Աշտարակում, Վանաձորում, Արտաշատում, Արմավիրում եւ Էջմիածնում։ 103 հեռախոսահամարին զանգահարելով, թեկուզ եւ Իջևանի քաղաքացին, Իջևանում գտնվող պացիենտը ինքը միանում է կենտրոնական օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է հիմա Հյուսիսում Գյումրու ենթակայության տակ, եւ այնտեղից օպերատիվ կառավարման կենտրոնը տեսնում է ամենամոտ աշխատախումբը պացիենտին որն է։ Եվ կարող է հենց դա Դիլիջանի
աշխատախումբը լինի, կարող է նոյեմբերյանի աշխատախումբը լինի, մոտիկը մոտիկին, բացառելով վարչատարածքային բաժանումները։ Հյուսիսային օպերատիվ կենտրոնն այս տարվա առաջին երամսյակում ընդունել սպասարկել է մոտ 30,000 կանչ։ Նախորդ տարեվերջին Հանրապետական շտապօգնության ծառայությունը կառավարությունից մոտ 250 միլիոն դրամաշնորհ ստացավ։ Միջոցներն ուղղվում են կայանների հագեցմանը, ավտոպարկի թարմացումից մինչև շենքային պայմաններ։ Աշխատախմբերը աշխատում են 24 ժամվա ռեժիմով եւ իրանք պիտի ունենան եւ հանգստանալու հնարավորություն, եւ ժամանակազատ ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել այդ ամեն ինչին ու հիմա փուլային տարբերակով եւ վերանորոգումներ ա տեղի ունենում եւ վերազինումներն ա տեղի ունենում կայանների։ Երկրորդ փուլով օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի Երևանում սպասարկելու Մայրաքաղաքից, Կոտայքից, Գեղարքունիքից, Արարատից ու Արմավիրից ստացվող զանգերը։ Երրորդ վերջին փուլով նման կենտրոն կստեղծվի Սյունիքում, Հայաստանի հարավի համար։ Հաջորդ թիվ հաջողության պատմություն Շիրակի մարզից։ Աշխատելու համար հարազատ գյուղից Երևան տեղափոխվելու միտքը հրուշակագործ Քրիստինան փոխեց Թագավարակի համաճարակից հետո։ Դիմեց կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու ծննդավայրում Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնես։ Վանիլաբույր թխվածքաբլիթները շատ արագ կաշառեցին Գյումրու եւ հարակից գյուղերի սպառողներին ու հիմա Քրիստինան ընդարձակ արտադրամաս է հիմնել արդեն նոր գյուղում։ Հիմա ոչ միայն իր զբաղվածության հարցն է լուծել, այլև աշխատատեղեր ստեղծել համագյուղացիների համար։ Հրուշակագործությունը ինձ համար երազանքներից մեկն է։ Որոշել էի գնալ Երևանում աշխատել, բայց հետո հնարավորություն եղավ եւ մեր հայրենի գյուղում ես սկսեցի աշխատել։ Ես Գյումրեցի եմ, շատ լավ թխում եմ մեր Գյումրեվա ավանդական գաթան, փախլավան, իսկ հիմա այս արտադրամասում ինչեր ենք թխում, քիթից տորտեր, մասիպանով, դարչինով, իմբիրով։ Այս համեղ գործի գաղափարը դեռևս ծնվել էր COVID-ի տարիներին, բայց գործունեություն ծավալելու հնարավորություններ չկային։ 2021 թվականին մասնակցեցի կառավարության ընձեռած 19-րդ միջոցառում ծրագրին, ստացա էժան վարկավորմամբ ֆինանսավորում եւ 2021 թվականի դեկտեմբերից մենք արդեն հիմնեցինք փոքրիկ հրուշակագործության արտադրամաս Վարդաքար գյուղում։ Դա ընտանեկան բիզնես էր, սկզբից աշխատակիցները 1-2 հոգի էին։ Հենց հիմնադրման օրվանից էլ եւ հետո էլ որ ավելի ընդլայնեցինք արտադրամասը, առաջարկները շատ էին, որ քաղաքում հենց Գյումրիում հիմնեինք, բայց ես սկզբունքորեն ուզում էի, որ անպայման գործունեությունը ծավալվի գյուղական համայնքում, որովհետև գյուղում ոչ մի արտադրություն չկար, ոչ մի բիզնես չկար եւ ինձ շատ էր մտահոգում, որ գյուղական համայնքում զարգացում չկա, ինձ հնարավորություն էր ընձեռված մի փոքր դումա ներդնել այդ առումով, որ գյուղում ստեղծեի աշխատատեղեր եւ գյուղի այն կանայք, ովքեր տանը նստած էին, գային աշխատանքի, տանից դուրս գային։ 6 ամիսը մեր գործունեությունը շարունակում ենք Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում եւ նոր կյանք ենք տվել Նոր կյանք գյուղին։ Մեր գործունեությունը ընդլայնելուն շատ մեծ ներդրում ունեցավ Արաքած Հովիտ կազմակերպությունը, որ մեր համագործակցության արդյունքում մենք ունեցանք ավելի ընդարձակ, լուսավոր, կահավորված արտադրամաս, մենք ավելացրեցինք մեր աշխատատեղերը։ Թեև մասնագիտությամբ լրագրող եմ, բայց սիրում եմ համեղ թխել, պատրաստել, սա իմ հոբին է, ունենք պահանջարկ, տիրում են շատ պատվերներ, առաքումներ կատարում ենք Գյումրիում, Մարալիկում, Արթիկում, հարակից գյուղերում եւ հեռահար նպատակներ կան, նաեւ մարզից դուրս հանել արտադրանքը։ Երբ ես գործը սկսեցի, գյուղում թերահավոտորեն էին վերաբերվում, որ կինը կարող է բիզնես գործունեությամբ զբաղվել, բայց հիմա կարծում եմ, որ այդ կարծրատիպերը կոտրվել են, քանի որ այնպիսի թիմ է հավաքվել եւ այնպիսի կանայք են հավաքվել, ովքեր սարի նման կանգնած են իմ թիկունքին եւ նրանց շնորհիվ նաեւ ես կարողանում եմ առաջ շարժվել։ Մենք միշտ բաց ենք մեր գիտելիքը, մեր հմտությունները կիսել բոլոր ցանկացողների հետ, հիմնել ենք ուսումնական մաս, սովորեցնում ենք հրուշակագործություն, ֆուրշետ, երիտասարդ աղջիկների համար այդ ամենը մենք անում ենք անվճար, որպեսզի նրանց մոտ սեր սերմանենք դեպի հրուշակագործությունը։ Մենք մի կարևոր հարց ենք լուծում նաև այս ուսումնական մասով, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են մեր արտադրամասում աշխատել կամ կվերապատրաստվեն, վերապատրաստվելուց հետո հնարավորություն կունենան նաև աշխատել արտադրամասում։ Երբ ես նոր էի սկսում, ես պատկերացնում էի, որ ես պետք է առաջ գնամ եւ ամեն ինչ անեմ, որ ամուր կանգնեմ ոտքերի վրա։
Այս հաջողությունից ողջավորված մի հետաքրքիր գաղափար կա, որ ուզում եմ անպայման իրականացնել։ Ունենք գեղեցիկ կանաչապատ տարածք, ուզում ենք դա հյուրընկալ մի անկյուն դարձնել, այստեղ թեյախմություններ կազմակերպել, տեսականուն ծանոթացնել, նաև հնարավորություն ունենան մատուցելու հայկական ավանդական աղանդերներ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Armgov Edge-ում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։